Էլ ինչ եք կարծում այն պահանջը, որ ներկայացնում են բնակիչները, որքանով կհասնի իրականության։ Դե պետք է հասնեք իրականությանը, որովհետև որպեսզի խոչընդոտը վերացնեք այս գյուղին։ Այս վիրուսը մտած այս գյուղի մեջ։ Ախտան ընտանիքի նկատի։ Այո։ Դուք 44 օրյա պատերազմում 22 ծվի։ Մի օրվա։ Հա, հիմա տեսեք, նաև 44 օրյա պատերազմում անհետ կորած համարվողի հարազատներից Արսեն Ղուկասյանին են ձերբակալել, այս իրավապահ համակարգը, որը ընդունակ է նման մարդու ձերբակալել, իրենից հնարավոր է սպասել արդար քննություն։ Ոչ։ Չեք կիսում այն վարդը։ Այս իշխանությունից լավ բան մի սպասեք։ Վատը միայն։ Պարոն Գրիգորյանին դուք անձամբ ճանաչել եք։ Այո։ Շատ լավ։ Մարդ տեսակ, որ կարամ ասեմ, ես ճանաչել եմ մենակ իրան, որպես մարդ։ Եթե ուզում եք ճանաչեք մարդ, իապրի ճանաչեք։ Շփվեք։ Իսկ ախտանների ընտանիքի հետ ինչ-որ առնչություն։ Ոչ, առաջնություն ոչ։ Տեսակ, բարև բալուս, հետքա բար։ Ոչուի, ասեք, ես խնդիր չեմ ունեցել, ես իացել։ Լարվածությունը գյուղում շարունակվում է։ Բա ինչ կարի, քնջար։ Հələ բավոն հետ վերադարձար, ավելի վատին սպասեք։ Իսկ ինչքանով որ ճանաչել եք ախտայաններին, նրանք ընդհանրապես խնդրահարույց ընտանիք են եղել իրենց բնույթով։ Խնդրահարույց ընտանիք են իրենց բնույթով։ Դե ես տես չեմ շփվել իացել։ Չեմ կար ասեմ իր ձևի տարիք հետ։ Իքը որ գյուղապետ ա եղել, ես երեխից դեպքով եմ ճանաչել իացել։ Բոտիկ։ Գրիգորյանների ու ախտայանների լարվածությունը վաղուց է եղել։ Ես կասեի սա այս իշխանավորների հետ է դա, ինչ կա։ Այս լարվածությունը սա իրաք է ստեղծում։ Այսինքն ինչեւ դա ինչ-որ խնդիր չի։ Գրիգորյանը դες ազնվորություն էր, որ մենակ լավն էր կարող անել։ Բան չէր անում։ Իսկ իակ ուզում էին միշտ Իասկոմը թեքեի Գրիգորյանը, ինքը տղետ չէր, որ թեքվել է Իասկոմը։ Ասած իշխանություններ իրար հերջ տալով սկսեցին ասել, որ դա վենդետա էր։ Ասացին վենդետա, ինչ վենդետա։ Ինչ վենդետա։ 20 տարեկանից չի ճանաչել Վալոդիային։ Մեր Գրիգորյանը չի ճանաչել, մոտիկից էս չի կանգնել դեպը։ Պատվեր էր։ Բայ չէր։ 20-ամյա նշեցիք, որ չեր ճանաչում, իսկ դուք իրեն ճանաչել եք։ Այդ երեխոք ասեք ացրեց, արևատեց, թե չէ որպես։ Այսինքն ինչ եք կարծում, նա ընդունակ էր նման քայլի։ Դե որ ուղեղը լվացել են, ինչ ասես, ի ծառայացել չէր էլի։ Աշե դրած թամի մեջ ծառայացուրա։ Բաբայի փեշի տակ, մեծացար, միմիս էս վենդետաներ են անում, հա։ Բացառում այդ վենդետա չէր։ Դուք ինչ խոսքում եք իշխանություններին։ Ամենավատ խոսքը իշխանություններին, այսօրվա, այս Նիկոլին, թող հեռանա, թող այս երկիրը չպղծել։ Ասում եք, եթե ժողովուրդը դուրս գա փողոց ու պահանջի իմ հեռանալը, կհեռանամ։ Թե կձերբակալվի այդ ժողովուրդը, կապը ջարդվի։ Էտա, այս մերետների, սաղին, պոսպաղող տղերքի կոպեկներա տալի, մերետների միլիոններա տալի։ Հետա իա ճիշտը։ Ժողովուրդը ասպա տուգակի բացերալ չի, սաղի տուգանը բա։ Ես իաս թիպ չի, որ ղեկավար ես երկիրը։ Եսի թուրք ասպանա տարում եզի։ Այսինքն նաև դեպքը կապում եք Փաշինյանի ոչ պատշաճ ղեկավարման հետ։ Այո, ամիջապես իքը կապ ունի։ Ես խմբի հետ։ Հակոբյան արտավաստ եմ ես, զովա զիվորի հայրդ եմ ես, 22 թվին ներքին հանդում տղես զովել է,
թուրքերի ջարդը տալով ու չի դահաճել ընդհանրապես։ Աստղ Հիմա ասում է Ալիևի հետ ընկերացել են, ընկերներ են, խաղաղության օրակարգ է կառուցել։ Թուրքերդի չգերանար, այ քուչա։ Թուրքովա որ մեկը գերանակ թուրքեր։ Թուրքովա որ գաստի ամրի։ Իմ դրա դեպը գա թուրք մնա, ես կարամ ամրեմ։ Ալեն Սիմոնյանը չբացառեց, ասում է մոտ ապագայում հնարավոր է Երևանի խանութներում Բաքվից բերած ապրանք։ Պայ կամի քեթա թուրքերի ամրի։ Ստեյս թողեթա Թուրքիա ամրը։ Ադրբեջան թողեթան ամրը, լավ է զգմիակ։